Ընդհանուր առմամբ ամբողջ կառույցի ծառայող տնտերեսների վրա որոշակի փորձել են կորզել հնարավորինս աջակցություն չակերտավոր այս բարենորոգման ծրագրի շրջանակներում կորզել մարդկանց իրենց կողմ ներգրավելով, բայց փառք Աստծուն եւ ի պատիվ մեր կառույցի գլուխ ունենալով կառույցի առաջնորդին, կառույցը 95%-ով անդրդվելի է մնացել եւ տուրք չտալով նաեւ այդ ճնշումներին չի միացել այս շարժմանը, իր հավատարմությունը հայտնելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ Վեհապար Հայրապետին։ Գնդերեսները բոլոր իրավիճակներում ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաեւ խաղաղ իրավիճակներում եղել են զինվորի ամենամտերիմ ընկերները։ Ամենտեղ հոգեվոր դաստիարակները, վստահելի ընկերները միշտ վստահել են զինվորները իրենց հոգեվորականներին եւ այս իմաստով պատերազմն էլ ծառայության մի մաս է եւ ոչ մի կերպ չի տարբերվում խաղաղ ժամանակ գնդերեցի ներկայությանը զինվորի կյանքում, պատերազմն էլ եւս բացառություն չէր, երբ մենք ներկա էինք մեր զինվորների կողքին, իրենց քաջալերում էինք, իրենք հաճախ այդ վտանգը ունենալով պատերազմական իրենք էին մոտենում մեզ խոստովանում, խնդրում որ իրենց մկրտենք, խնդրում որ իրենց կյանքում մի խոսք ասենք, լավ ոգևորիչ մի խոսք ասենք, գոտեպնդող եւ այս իմաստով պատերազմը բացառություն չէր գնդերեսների համար եւ բոլոր գնդերեսները անխտիր լծվեցին նաեւ պատերազմի ընթացքում հայ զինվորի եւ հրամանատարի կողքին գտնվելու եւ արդեն բոլորիդ էլ քաջ հայտնի է, որ ունեցանք նաեւ գնդերեսներ, որոնք նահատակվեցին եւ ունեցանք նաեւ վիրավոր գնդերեց եւ անշուշտ Հայր Սուրբը, Հայր Մկրտիչը, որ գնդերեց չէ, բայց ամեն դեպքում կամավորաբար եկել էր եւ ինքն էլ անհայտ կորած է։